Այս տարի Արարատյան շաբաթը կմեկնարկի հունիսի 1-ին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, որին կհաջորդեն Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները, Խոր Վիրապից Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր Գրիգոր Լուսավորչի դուրս գալու հիշատակությունը։ Շաբաթը կավարտվի հուլիսի 7-ին կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնակատարությամբ։ Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Կիրակի օրը մայիսի 31-ին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Քրիստոսի խաչափայտի մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը։ Ժամը 11-ին Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Միածնաեջ Մայր տաճարում։ Մասունքները մայրավանքում կմնան մինչև ժամը 20-ը։ Սուրբ Հռիփսիմեի 18-րդ դարում պատրաստված արծաթյա ոսկեզոծ աչաձև մասունքարանը դուրս կբերվի երկուշաբթի օրը հունիսի 1-ին ժամը 9:30-ին եւ կտեղափոխվի Սուրբ Հռիփսիմե վանք։ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։ Սուրբ Գայանեի Մադրասի հայկական համայնքի կողմից 1825 թվականին պատրաստված աչաձև մասունքարանը դուրս կբերվի հունիսի 2-ին ժամը 10-ին եւ կտեղափոխվի Սուրբ Գայանե վանք։ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։ Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները հունիսի 4-ին 10:30-ին կտեղափոխվեն Սուրբ Շողակաթ եկեղեցի, որտեղ կմատուցվի Պատարագ։ Հունիսի 6-ին մեր եկեղեցին կնշի Խոր Վիրապից Լուսավորչի դուրս գալու տոնը։ Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Խոր Վիրապի վանքում, տոնի առիթով սրբավայր կտարվեն Լուսավորչի մասունքները։ Իսկ հունիսի 7-ին կնշենք կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Սուրբ Պատարագի ավարտին Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Տոնական բոլոր օրերին բազմաթիվ ուխտավորներ կմասնակցեն պատարագներին, կստանան ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու կհաղորդակցվեն օրհնաբեր մասունքարաններից բխող զորությանը։